Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 20-րդ գլուխ Դավիթ գազադե Գեյլա քաղաքը Դավիթի իմացուցին ասելով ահա փղշտացիները Գեյլայի թեմ կբادرազմին եւ գալերը կգողոպտեն Դավիթ գիրոջ հարցուց երթամ ու զարդեմ այս փղշտացիները դերը Դավիթի ասավ քնա փղշտացիները զարք եւ Գեյլան ազատե Դավիթի մարդիկ անորսին ահա մենք հոս հութայի մեջ կվախնանք ալ որչապ ավելի եթե Գեյլա երթանք փղշտացիներու զորասյուներուն թեմ Դավիթ վերստին դիրոջ հարցուց դեր անոր պատասխանեց գանքնե Գեյլա իջիր քանի որ փղշտացիները քու ցերկդ վիդմատնեմ ուստի Դավիթ իր մարտոցմով Գեյլա կնաց փղշտացիներուն թեմ պատերազմեցավ անոնց խաշին կարավ ու զանոնք մեծ բարդության մատնեց այսպես Դավիթ Գեյլայի բնակիչները ազատեց երբ Աքիմելեքի որդին Աբիաթար Դավիթի քով Գեյլա փախավ Եփուդը ցերկը բռնածեր իջնելու ադեն երբ Սավուղի իմացուցին թե Դավիթ Գեյլա մտածե Սավուղը սավ Աստված իմ ցերկս մատնածե զայն քանի որ փակված է թռներ եւ նիքեր ունեցող քաղաքի մեջ մտնելով Սավուղ ամբողջ ժողովուրդը բادرազմի կանչեց որբեսի Գեյլա իջնե ու Դավիթը եւ անոր մարդիկը բաշարե իսկ Դավիթ գիտնալով թե Սավուղ քախնի ճարիք մդատրե իրեն դեմ Աբիաթար քահանային ասավ Եփուդը մոդեցուր Դավիթը ասավ ով դեր Իսրայելի Աստված քու ծարատ ըստուկաբես լսեց թե Սավուղ Գեյլա քալ գուզե որբեսի քաղաքը իմ բաժարովս գործանե արդյոք Գեյլայի բնակիչները զիս անոր ցերկը պիտի մատնեն ու ծարայիդ լսածին համացայն Սավուխոս պիտի իջնե ով դեր Իսրայելի Աստված գաղերսեմ ծարայիդ հայտնե դերը սավ պիտի իջնե Դավիթը սավ Գեյլայի բնակիչները զիս եւ իմ մարդիկը Սավուղի ցերկը պիտի մատնեն դերը սավ պիտի մատնեն ուստի Դավիթ եւ իր մարդիկը 600 մարդու չափ գանքնեցան ու Գեյլայեն ելան եւ ուր որ գրնային երթալ քացին եւ Դավիթի Գեյլայեն խույս տալը Սավուղի իմացուցին Սավուղ հոն երթալեն հրաժարեցավ Դավիթ ամրություններու մեջ Դավիթ անաբադը փնագեցավ ամրություններու մեջ Լեռնագոմը գեցավ Զիփի անաբադին մեջ Սավուղ ամեն օր գփնդրեր զինք բայց Աստված անոր ցերկը չմատնեց զինք Դավիթ դեսավ թե Սավուղ դուրս ելեր է իր անձը փնդրելու ուստի Դավիթ Զեփի անաբադը մնաց անդարի մեջ Սավուղի որդին Հովնաթան գանքնեցավ անդարը քնած Դավիթի կով եւ անոր ցերկը Աստուծմով ուժովցուց անորը սավ մի վախնար քանի որ իմ հորս Սավուղի ցերկը քեզ բիրիչից չգտնե Թուն Իսրայելի վրա թակավոր բիդելաս ու ես քու փոխանորդդ բիդելամ ասիկա իմ հայրը Սավուղ ալքիդե երկուքը դիրոջ արչև ուխտ կնքեցին Դավիթ անդարի մեջ մնաց իսկ Հովնաթան իր դունը քնած Զիփացիները քապա բարձացան Սավուղի կով եւսին ահա Դավիթ մերքով բահվտած է անդարին ամրություններու մեջ Եկեղայի փլուրին վրա Եսիմոնի հարավային գողմը ուստի հիմա ով տակավոր քանի քո անցդ իջնելու գփապակի իջիր ու մենք զայն տակավորին ցերկը պիտի մատնենք Սավուղը սավ դուք դիրոճմեն օրտնյալը քանի որ իմ վրաս արկահադեցակ այժմ գիցեք ավելիս դուք աբես գիցեք ու դեսեք անոր ոտքին գողած դեղը եւ հասկացեք թե ով զայն հոնդեսեր է արտարև ինձի ըսած են թե անշատ խորամանկ է ուստի նայեցեք անոր բոլոր թակստոցները գիցեք ուր գբահվդի եւ այսպես ստուկելով ինձի վերադարձեք որբեսի ցեզի հետ երթամ եթե ան այդ երկրի մեջ է հութայի բոլոր հազարավորները պիտի խուզարգեմ զայն գտնելու համար անոնքալ գանքնեցան եւ Սավուղի արչեվեն զիփ կացին իսկ Դավիթ իր մարտոցմով Մաոնի անաբատներ Թաշկին մեջ Եսիմոնի հարավային գողմը Սավուղ իր մարտոցմով զայն փնդրելու կնաց երբ Դավիթի իմացուցին ժայրը իջավ եւ Մաոնի անաբադը փնագեցավ Սավուղ լսեց ու Դավիթը հետապնդեց Մաոնի անաբադին մեջ Մինչ Սավուղ լերան այս կողմեն գերտար Դավիթ ալ իր մարտոցմով լերան մյուս կողմեն գերտար
Դավիթ կաջաբարեր, որ Սավուղի արջևեն փախչի, իսկ Սավուղ եւ իր մարդիկը Դավիթն ու անոր մարդիկը շրջաբադեցին, որբեսի զանոնք բռնեն։ Բայց լրապերմ եկավ եւ Սավուղի ըսավ. «Շտաբելով եկուր, որովհետեւ փղշտացներ երկրին վրա արձակեցան»։ Ուստի Սավուղ Դավիթը հետաբնտել է թատրեցավ, որբեսի փղշտացներուն դիմադրե։ Հետևաբար այդ դեղը Սելա Մահլեկոտ գոչվեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։